Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, չնայած երեկ մենք ունեցել ենք ծավալուն թեմատիկ զրույց, որը նվիրված էր վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, բայց այսօր ես ձեր ուշադրությանը կներկայացնեմ մեկ այլ թեմատիկ զրույց, որը վերաբերվում է Հայաստանի իր մեծությամբ երկրորդ խոշոր քաղաքի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին։ Իհարկե զուգադիպություն եղավ եւ այս եթերին զուգահեռ այս պահին հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընթանում է Գյումրու քաղաքապետի առաջադրված թեկնածուների միջև քննարկում, դեբատ, բայց ես կարծում եմ, որ մարդիկ ովքեր կհետաքրի իրենց այս թեմատիկ զրույցը, նրանք այս տեսանյութը նայելու հնարավորություն կունենան նաեւ ավելի ուշ հետագայում, քանի որ այն հասանելի կլինի Facebook-յան իմ էջում, իսկ լրատվական գործակալությունները բոլոր լրատվական կայքերի առանց բացառության կարող են ազատ օգտագործել այս տեսանյութը եւ տարածել իրենց լրատվականների YouTube-յան ալիքներում, սոցիալական հաշիվներում եւ սա վերաբերում է այս տեսանյութը նայող ցանկացած մարդուն։ Թեմայի արդիականությունը բնականաբար կարծում եմ պարզ է, դա կիրակյորը նախատեսվող ընտրություններն են, այդ ընտրական շրջանում ընթացող զարգացումները այսօր մենք մամուլից տեղեկություններ ստացանք, որ արդեն գործի են դրվել իրավապահ մարմինների ողջ իրավական վարչական ռեսուրսը, մինչ այդ իշխանությունները օգտագործում էին իրենց վարչական ռեսուրսի մյուս հնարավոր ձևերը, որպեսզի իրականացնեն իշխանազավթում Գյումրիում։ Ես այս հարցին անդրադառնում եմ սկզբունքային տեսանկյունից, ոչ որպես շահառու։ Ես Գյումրի համայնքի բնակիչ չեմ, ես իհարկե շատ եմ սիրում այդ հրաշալի պատմական գեղեցիկ քաղաքը, դա իմ ընտանիքի, իմ ընկերների համար սիրված զբոսաշրջային ուղղություններից է, այդ քաղաքի գեղեցիկ բնապատկերները, այդ քաղաքի հրաշալի ավանդույթները, տաղանդավոր մարդիկ, մեր ժողովրդի ամենալուսավոր զավակների մի զգալի մասը, հատկապես արվեստի, մշակույթի, սպորտի բնագավառում պատմականորեն եղել են գյումրեցիներ, որոնք հպարտություն են եղել մեզ համար, հետևաբար քաղաքը միշտ բոլորիս համար եղել է սիրված, ճանաչված իր գեղեցիկ ավանդույթներով, մարդկանցով, իր յուրահատկություններով, իր յուրահատուկ ոգով, մտքով, ամեն ինչով։ Բայց ես Գյումրի համայնքի բնակիչ չեմ եւ հասկանում եմ, որ տեղական ընտրություններն ունեն առանձնահատկություն եւ դրանով պայմանավորված եւ ուղիղ ներգրավվածություն չունեմ, ոչ մի տեխնացուի նախընտրական շտաբում ընդգրկված չեմ, ոչ մեկի օգտին հատուկ քարոզչություն չեմ իրականացրել եւ չեմ իրականացնում, եւ այս տեսակետը խնդրում եմ ընկալեք իբրև պարզապես քաղաքական գործի տեսակետ, ով նաեւ իր ամբողջ կյանքում զբաղվել է տեղական ինքնակառավարման խնդիրներով, ես եղել եմ տեղական ինքնակառավարման հարցերով մի շարք միջազգային կազմակերպությունների փորձագետ, այդ թեմայով են իմ տեխնացուական ատենախոսությունը, իմ գիտական հրապարակումների մեծ մասը, եւ նաեւ սա ընդունեք որպես Վայոց ձորի նախկին մարզպետի կարծիք, որովհետեւ ես 2 տարի եղել եմ մարզպետ եւ ուղիղ առնչություն եմ ունեցել տեղական ինքնակառավարմանը գործնական հարթությունում, այդ թվում եւ տեղական ընտրությունների կազմակերպմանը։ Ուստի թողնելով գյումրեցիներին իրենց քաղաքի իշխանությունների ընտրության հարցում միայնակ, ես այնուամենայնիվ կփորձեմ կողմնորոշիչ որևէ սկզբունքային կետեր առանձնացնել, որը կարծում եմ օգտակար կլինի գյումրեցիներին կիրակի օրը ընտրություն կատարելու համար։ Նախ մի կարճ անդրադարձ, ես այդ թեմայով շատ եմ խոսել, տեղական ընտրություններ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո։ 2018 թվականին, երբ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը հաջողության հասավ եւ դրա պարագլուխը Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի վարչապետ, առաջինը թիրախավորեցին հենց տեղական ինքնակառավարման համակարգը, մասնավորապես Հայաստանի ամենախոշոր քաղաքը, մեր մայրաքաղաք Երևանը։ Եվ նրանք պահանջեցին այս 7-ին վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը, հունիսին արդեն պահանջեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, բացասական պատասխան ստանալուց հետո Տարոն Մարգարյանը որոշեց չկատարել իշխանության պահանջը եւ դա օրինական էր, որովհետեւ դիմերը չեն ենթարկվում կենտրոնական իշխանությանը, դրանք ենթարկվում են իրենց բնակիչներին եւ հաշվետու չեն կենտրոնական իշխանությունների առջեւ։ Այդ պարզ տրամաբանությունից ելնելով Տարոն Մարգարյան հրաժարական չներկայացրեց, որից հետո ԱԱՑ-ի սև դիմակավորները ներխուժեցին Երևանի քաղաքապետարան, մասնավորապես Երևանի քաղաքապետարանի մաս կազմող Երևան հիմնադրամ,
արգրավեցին փաստաթղթեր տարբեր տեսակի 106 քրեական վարույթ, մինչ օրս այդ գործերով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, բայց ստիպեցին այդպիսի վարչական ճնշումով իրավապահ մարմինների միջոցով, որ Տարոն Մարգարյանը հրաժարական տա։ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո, չնայած ավականին կարող էր իր կազմից ընտրել համայնքի ղեկավար, սակայն նրանք ստիպեցին, որ լուծարվի նաև Երևան համայնքի ավականին, որը ընտրվել էր ընդամենը 1 տարի առաջ։ Եվ 2018 թվականին Հայկ Մարությանի առաջնորդությամբ իշխող կուսակցությունը մասնակցեց ընտրություններին, ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ այդ ընտրություններում հաջողության չհասավ, եւ նրանք 80%-ով ձևավորեցին իշխանությունը Երևան համայնքում, միայն այդ Իմ քայլը դաշինքով, բայց դրանից հետո անազնվորեն իրեն շարքերից հեռացրեցին Հայկ Մարությանին միայն այն պատճառով, որ նա փորձում էր հանդես գալ իբրև ընտրված քաղաքապետ, չկատարել իշխանական կենտրոնական իշխանության ներկայացուցիչների ապօրինի պահանջները, նա իր խոսքում ասաց, որ ինչ-որ գրառումների, լայքերի համար պահանջել են, որ քաղաքապետարանի աշխատակիցներ հեռացվեն աշխատանքից, ապօրինի միջամտություն այլ է համայնքային կյանքին, նա փորձել էր մի փոքր ինքնուրույնություն դրսևորել եւ իր կոչմանը, իր ընտրությանը հավատարիմ ծառայել Երևանի բնակիչներին։ Բայց չներեցին Հայկ Մարությանին եւ նրան պաշտոնանկ արեցին իր կամքին հակառակ, դրա փոխարեն քաղաքապետ կարգեցին անծանոթ մի մարդու, Հրաչյա Սարգսյանին, որը հետո դարձավ վարչապետի խորհրդական, հիմա պաշտպանության փոխնախարար, ավելի ուշ Տիգրան Ավինյան ինքնահռչակվեց Երևանի քաղաքապետ, առանց ավականու անդամ լինելու նշանակեցին քաղաքապետի տեղակալ եւ վարչական ռեսուրսով կարգեցին նրան քաղաքապետ առանց Երևանի բնակիչների կողմ ձայների։ Տիգրան քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին 2023 թվականի այդ հերթական ընտրություններում քվեարկել ընդամենը երևանցիների 9.1%-ը, ընդ որում նրանք 2018 թվականի համեմատ ստացել են 4.5 անգամ պակաս ձայն։ Նման ձախողում ոչ մի քաղաքական ուժ իր կարիերայի ընթացքում չի ունեցել, որ պաշտոնավարման 1 ժամկետում նման վստահություն կորցնեն իրենց համայնքի բնակիչներից։ Բայց անգամ այդ պարագայում Տիգրան Ավինյանը եւ ՔՊ-ն զավթել են իշխանությունը Երևան քաղաքում եւ այն իջարս են օգտագործում Երևանի բնակիչների, ավելացնելով բոլոր տեսակի հարկերը, турքերը, գույքարկը բարձրացրել են 4 անգամ, ավտոտրանսպորտի կայանատեղու վարձը մոտավորապես 12 անգամ, տրանսպորտի գինը բարձրացրել են 1.5 անգամ միջինում, որոշ դեպքերում նաև ավելի շատ, շինարարական турքերի համար վճարները բարձրացրել են տասնապատիկ անգամներ, այսինքն թալանում են Երևանի բնակիչներին իրենց ապօրինի գործողություններով։ Այլ համայնքներում, ես հիմա, քանի որ հիմնական թեման Գյումրին է, չեմ ուզում շատ ծանրաբեռնեմ, բայց հիշենք, Վանաձոր պարտվեցին ընտրություններում, ձերբակալեցին իրենց հաղթած Մամիկոն Ասլանյանին, Փարաքար համայնքում, որտեղ նույնպես հիմա արտահերթ ընտրություններ են, որովհետև պարտվել են, բայց թույլ չտվեցին այդ համայնքի բնակիչների կամքով իշխանություն ձևավորվի։ Վարդենիս համայնքում ոստիկանական պատնեշներ էին ստեղծել, չէին թողնում ավականու ընտրված անդամները մտնեն քաղաքապետարան, մասնակցեն ավականու նիստին։ Ալավերդի համայնքում այդ իրենց ՔՊ-ական Արեն Մկրտչյանը, որը չէր ընտրվել, մի տարի հետո պաշտոնանկ արեցին Ապրիլու երկիր կուսակցության կողմից ընտրված քաղաքապետին թույլ չտալով նա մասնակցի ավականու նիստին։ Բերդ համայնքում ձերբակալեցին ընտրված համայնքի ղեկավարին, նրա տեղակալին։ Սիսիան համայնքում, Անիում արտահերթ ընտրություններ են եղել ընտրություններից ընդամենը 1 տարի հետո։ Նույնը եղել է նաև Վեդիում ընտրություններից մի ամիս անց Գարիկը Սարգսյան, իրենց նախկին մարզպետը, նախարար, չընտրվեց համայնքի ղեկավար, տապալեցին նոր ընտրված ավականուն եւ ստիպեցին, որպեսզի երկրորդ անգամ Գարիկ Սարգսյանը դառնա համայնքի ղեկավար։ Օրինակները բազմաթիվ են, այսինքն սրանք թույլ չեն տալիս, որ անգամ տեղերում ձևավորվի իշխանություն, նույնիսկ փոքր քաղաքներում, փոքր համայնքներում ժողովրդի կարծիքով, ժողովրդի կամքը, ցանկությունները հաշվի առնելով։ Ամենտեղ իրականացնում են իշխանազավթում։ Հիմա գանք մեր սիրելի Գյումրի քաղաքին։ Նախ ասեմ ձեզ, որ Գյումրի քաղաքը միշտ իր ընտրություններով առանձնացել է հանրապետությունից եւ ավանդաբար այդ քաղաքում իշխանության ներկայացուցիչների ռեյտինգը, վարկանիշը միշտ ցածր է եղել, այսինքն միշտ Գյումրին կատարել է հակաիշխանական ընտրություն, այսինքն եթե հանրապետության մյուս քաղաքներում, մյուս մարզերում հաղթում էին իշխանության ղեկին կանգնած մարդիկ, Գյումրիում ճիշտ հակառակն էր։ Օրինակ ես հիշում եմ իմ մարզպետ եղած ժամանակ հանրապետության նախագահի ընտրություններն էր եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ վարչապետի թեկնածու էր։
եւ Գյումրի քաղաքում նա պարտվել է իր հիմնական մրցակցին Ռաֆի Հովհաննիսյանին։ Իդեպ Ռաֆի Հովհաննիսյանը ավելի շատ ձայներ է ստացել, քան Սերժ Սարգսյանը, ոչ միայն Գյումրի քաղաքում, այլև ողջ Շիրակի մարզում, այսինքն նրանք միշտ գյումրեցիները հակաիշխանական դիրքորոշում են ցուցաբերում ընտրությունների ժամանակ։ Գյումրիում վերջին ընտրությունները, այս ընտրությունների նախորդող եղել է 2021 թվականին։ 2021 թվականին ՔՊ-ն առաջին անգամ է մասնակցել Գյումրու ավագանի ընտրություններին, այսինքն մինչև 2021 թվականը նրանք երբևէ կուսակցություն էին, բայց երբեք նրանք Գյումրի քաղաքում համայնքային ընտրությունների չեն մասնակցել։ Եվ 2021 թվականին արդեն լինելով իշխանության ղեկին, մտադիր լինելով իշխանազավթում իրականացնել, իրենց կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար էին նշանակել, այսինքն քաղաքապետի տեխնացուն էր Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը, այսինքն եթե հիմա Գյումրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է իրանց առաջի համարի տեխնացուն, ապա 21 թվին եղել է գործող մարզպետը։ Իդեպ զուգահեռ Վանաձոր համայնքում էր ընտրություն։ Այնտեղ էլ Մամիկոն Ասլանյանի գլխավոր մրցակիցը ՔՊ-ի առաջի համարի տեխնացուն Լոռու այդ ժամանակվա գործող մարզպետ Արամ Խաչատուրյանն էր։ Գյումրի ընտրությունների շատ ակտիվ մասնակցում էր Բալասանյան դաշինքը, որը ղեկավարում էր Գյումրու նախկին քաղաքապետ, ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Բալասանյանը, եւ նրա ընտանիքի անդամները, նրա զավակներն էին շատ ակտիվ, որդիները, որոնք մեծ հեղինակություն ունեն Գյումրիում, պայմանավորված եւ իրենց անձնական ազդեցությամբ, եւ քաղաքական ազդեցությամբ, եւ այնտեղ գործարանի սեփականատեր են, բազմաթիվ բիզնեսներ ունեն, այդ թվում Գյումրու գարեջրի գործարանը, որ այդ քաղաքի գլխավոր գործատուներից մեկն է հանդիսանում։ Եվ Բալասանյան դաշինքը ըստ էության հաղթեց Գյումրու քաղաքապետի ավագանու ընտրություններում, ամենաշատ ձայնը իրենք ստացան, հեսա այդ ցուցանիշները ձեզ կներկայացնեմ, եւ նախընտրական շրջանում նրանք հայտարարում էին, որ իրենք եթե 50%-ից ավել ձայն չհավաքեն, այսինքն միաձայն չձևավորեն Գյումրի իշխանությունը, ապա կոալիցիայի կգնան ընտրություններում հաջողության հասած ցանկացած քաղաքական ուժի հետ, ցանկացած բացառությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Բայց ընտրություններից հետո եղավ ճիշտ հակառակը, ձերբակալվեցին անմիջապես Բալասանյան դաշինքի մի շարք առանցքային ներկայացուցիչներ, քաղաքապետանի աշխատողներ, ԱԱՑ-ի այլ իրավապահ մարմինների կողմից, եւ այդ ճնշումների տակ ստիպեցին, որ Բալասանյան դաշինքը կոալիցիոն հուշագիր ստորագրի ոչ թե մյուս քաղաքական ուժերի հետ, ինչպես խոստացել էր մտադիր էր նախկինում, այլ հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, եւ նպատակ իրանց այն էր, որ այդ քաղաքապետին Վարդգես Սամսոնյանին ունենան որպես նոմինալ պաշտոնյա, իսկ փաստացի քաղաքի ղեկավարումը իրականացնեն ՔՊ-ականները։ Իդեպ փոխքաղաքապետի պաշտոնում էր նշանակված Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը 28-ամյա ատամնաբույժ Վահագն Մկրտչյանը եւ մեկ այլ քաղաքապետն է, քաղաքապետի առաջի տեղակալը Արտուր Պապիկյանը, որը ազգակցական կապ ունի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Նա երևանցի է, Գյումրիի հետ առհասարակ կապ չունի, 2002 թվականից աշխատել է զինված ուժերի ռազմական ավիացիոն բազայում, աշխատանքին զուգահեռ սովորել է Մոսկվայի պետական տնտեսագիտական վիճակագրության եւ համակարգչային գիտությունների համալսարանում, չկլասի ինչ-որ անհասկանալի ուսումնական հաստատություն։ Եվ ահա նրանք այդ ժամանակ քաղաքական համաձայնության գալով Նիկոլ Փաշինյանը Սամվել Բալասանյանի մի որդու նշանակում է նաեւ Իրաքում Հայաստանի դեսպան, որպես քաղաքական նշանակում, եւ բայց նրանք յոլա չեն գնում ընտրություններից հետո, այսինքն փորձում են անտեսել քաղաքապետի հանգամանքը, քաղաքապետն էլ մտածում է ինչպես նորմալ մարդ, ասում է, այս քաղաքապետեմ դու տեղակալ, ոնց որ օրենքն է նախատեսում, հանձնարարություն կտամ, կզբաղվեք, չեմ տա, չեք զբաղվի։ Ու քանի որ չի ստացվում, սրանք չեն կարողանում քաղաքապետի մյուս Բալասանյան դաշինքի վրա ազդեցություն գործեն, ՔՊ-ն դուրս է գալի այդ հուշագրից եւ դուրս գալու շրջանում հետ են կանչում Սամվել Բալասայանի որդուն Իրաքում Հայաստանի դեսպանի պաշտոնից, նա Իրաքի նախագահային հավատարմագիրը հանձնելուց հետո պաշտոնավարել է ընդամենը 57 օր։ Սա Հայաստանի դիվանագիտության մեջ պատմական բացասական ռեկորդ է եւ ըստ էության խայտառակություն եւ անհարգալից վերաբերմունք Իրաքի ժողովրդի եւ Իրաքի իշխանությունների հանդեպ։ Հետ կանչելուց հետո նրանք նաեւ ԿՊ կոալիցիայից դուրս գալուց հետո
Ամիջապես ձերբակալվում է Սամվել Բալասարյանի որդին Երևանի Զվարթնոց օդանավակայանում, նրա նկատմամբ կիրառվում է խաբանման միջոց, տնային կալանք, այնուհետև նա կալանավորվում է, քրեական գործ է հարուցվում նաև հենց Սամվել Բալասարյանի նկատմամբ, որը այդ պահին գտնվում է Միացյալ Նահանգներում առողջական խնդիրների պատճառով եւ նրա նկատմամբ հիմա հարուցված է միջազգային հետախուզում, այսինքն որ պահին Սամվել Բալասարյանը վերադառնա Գյումրի, նա կձերբակալվի եւ իդեպ այդ ճշումները եղել են այն աստիճան, որ այդ ազդեցիկ ընտանիքը եւ քաղաքական ուժը հիմա առհասարակ որևէ ձևաչափով չի մասնակցում ընտրություններին եւ հրապարակային չի հայտարարել, որ սատարում են այս կամ այն քաղաքական ուժին, որովհետեւ նրանց արժեվ պայման է դրվել, որ ավելի խիստ կլինեն իրավական ներգործության միջոցները, եթե նրանք մասնակցեն քաղաքական պրոցեսներին։ Եվ ահա այդ ժամանակ նաև ստիպում են, որպեսզի համայնքի ավականու Բալասարյան դաշինքի մյուս թեկնածուները, ովքեր որ կարող էին դառնալ ավականու անդամ, դիմումներ գրեն, հրաժարվեն իրենց թեկնածությունից, որից հետո ստիպեցին, որ Բալասարյան դաշինքի արդեն գործող ավականու անդամները, այդ թվում քաղաքապետը վայր դնեն իրենց մանդատները, որից հետո այդ դաշինքը ընդհանրապես դուրս եկավ Գյումրի համայնքի ավականու կազմից։ Իշտ այստեղ շատ կարևոր, որ անգամ այն դեպքում, երբ որ Բալասարյան դաշինքի բոլոր անդամները դուրս եկան ավականուց, մյուս ավականու անդամների քանակը բավարարում էր, որ համայնքի ավականին Գյումրի շարունակի աշխատել եւ իր կազմից ընտրի համայնքի ղեկավար, բայց ԿՊ-ն չէր ցանկանում այդպես, որովհետև ազդեցություն չունեին ավականու մյուս անդամների վրա եւ արդեն իրենք չներկայացան, հայտարարություն արեցին, չմասնակցեցին համայնքի ավականու նիստերին, 2 ամսից ավել ավականին լուծարվեց, որից հետո կառավարությունը ընդ որում օրենքի խախտումով, ժամկետի խախտումով մարտի 30-ը նշանակեցին արտահերթ ընտրության օր։ Այսինքն Գյումրիում հիմա ստեղծվել է կատարյալ քաոս, իշխանական ճգնաժամ, որովհետև արդեն մոտ 5-6 ամիս է համայնքի ավականին նիստեր չի գումարում, այնինչ օրենքով ամեն մի 2 ամիսը մեկ պետք է առնվազն ավականում մեկ նիստ լինի, 6 ամիս ավականին նիստեր չի գումարում, որոշումներ չեն ընդունում, քանի որ դա եղավ տարեվերջին, հաստատված չի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեն, այսինքն կատարյալ քաոս է ստեղծվել այդ համայնքում, քաղաքապետի հրաժարականից հետո երկար ժամանակ քաղաքապետարանը աշխատավարձ չէր ստանում, բազմաթիվ աշխատողներ էին դուրս եկել, ոչ քաղաքապետ կար, ոչ տեղակալ, ոչ աշխատակազմի ղեկավար։ Եվ այս արհեստական այս խնդիրը քաոսը ստեղծվել է այս իշխանությունների կողմից քաղաքում իշխանազավթում անելու համար։ Իդեպ ասեմ, որ Գյումրի համայնքում 2021 թվականին եղել է ընտրողների քվեարկության մասնակցության ընտրությունների գնալու աննախադեպ ցածր մակարդակ, ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, ընտրողների ընդհանուր թվի 109,453 ընտրողից 2021 թվականի ընտրությունների մասնակցել է ընդամենը ուշադրություն 26,468 ընտրող, այսինքն ընտրողների ցուցակային թվի ընդամենը 24,2%-ն է 2021 թվականի մասնակցել։ Պատկերացնում եք, բազմաթիվ կուսակցություններ ու դաշինքներ են մասնակցել 1, 2, 3, 4, 5, 6, 7, ուրեմն 8, 9, 10 քաղաքական ուժ մասնակցել ընտրություններին, բայց ընտրողների ընդամենը 24,2%-ն է մասնակցել ընտրություններին։ Սա խայտառակություն է Գյումրի, այսինքն քաղաքի բնակիչների նույնիսկ 1/4-ը չի մասնակցել ընտրություններին եւ ձևավորել իր համայնքի իշխանությունը։ Այս անտարբերությունը, սա բացառիկ ռեկորդ նույնը եղել է Երևան քաղաքում 2023 թվականին ընտրողների աննախադեպ մասնակցություն։ Չասեմ Արմավիր համայնքում, այս հիմիկվա տարածքային կառավարման նախարարը, որ ընտրվել է քաղաքապետ, ընդամենը 11%-ն է համայնքի բնակիչների մասնակցել ընտրությունների։ Սա ինչ է նշանակում, որ ժողովուրդը երբ որ հիասթափություն է ունենում այս իշխանություններից, ոչ մի հույս չի կապում այս իշխանությունների հետ, նա իր ընդվզումը արտահայտում է բոյկոտի տեսքով, այսինքն չի գնում, չի մասնակցում ընտրությունների։ Ես կարծում եմ, որ այդ վտանգը կա նաև այս ընտրություններում, որ կլինի ընտրողների մասնակցության ցածր մակարդակ։ Հիմա ինչու են հիմա ընտրություններ Գյումրիում, ասեցի, որովհետև ստեղծվել է քաղաքում արհեստական
ճգնաժամ։ Իսկ ինչից է առաջացել այդ ճգնաժամը նաև ընդհանրապես Շիրակի մարզի գյումրեցիների նրանց հոգսերի նկատմամբ այս իշխանությունների կրավորական անտարբեր վերաբերմունքից 2018 թվականից ի վեր ադրբեջանա-թուրքական այս ռեժիմի կողմից, այսինքն փաստացի 6 տարվա ընթացքում Գյումրի Շիրակի մարզում նշանակվել է ուշադրություն 6 մարզպետ, այսինքն գրեթե տարին մի մարզպետ է նշանակվել։ Օրինակ նա Տավուշի մարզում նախկին իշխանության օրոք Արմեն Ղուլարյան կար, որը հետո դարձավ Նիկոլ Փաշինյանի աշխատակից, ասես բաները գցում էր գետին, վերցնում ստորացված մարդ, ամոթ։ Արմեն Ղուլարյանը Տավուշի մարզպետ է եղել 12 տարի, պատկերացնում եք, 6 տարում Շիրակի այս կարևոր մարզը, որտեղ ապրում է, որտեղ գտնվում է Հայաստանի երկրորդ մեծությամբ քաղաքը, ամենամեծ բնակչությունն է Երևանից հետո, որ մարզերի մասշտաբով ամենամեծ բնակչությունը Շիրակի մարզում, մեծ քաղաքներ կան այնտեղ, ինչպիսի վերաբերմունք պիտի ունենալ աղետի գոտի, կլիմայական իմաստով ոչ նպաստավոր միշտը, ինչ անտարբերություն պիտի ունենան այդ տարածքի նկատմամբ, որ 6 տարվա ընթացքում 6 էլ ինչ մարզպետներ, թյուրի մածություններ, ասենք ես մարզպետ լինեի, իմանայի այս հիմիկվա սրանց մարզպետը Դավիթ Արուշյանը, մեր մարզպետանի աշխատողը սիրտս կճաքեր։ Շիրակի համալսարանն ավարտել իրաց մոտ, բնապահպանության, չգիտեմ ինչի ֆակուլտետ, չկլաս մի հատ ոչ կրթությունա նորմալ ստացել, որ անի տուրիստական ֆիրմայի փոխտնօրեն ու դրանից հետո դառը քաղաքապետի տեղակալ, պատգամավոր հիմա մարզպետ, կամ այն Նազելի Բաղդասարյանը, թյուրի մածություն, ասենք, ընդեղ տեղական հեռուստաընկերության մի հատ 3-րդ սորտի լրագրող, բերել են հիմա էլի բանը վարչապետի մամուլի խոսնակն այս արշավին մասնակցումը, կամ այդ Կարեն Սարուխանյանը, որ բացարձակ հեղինակություն չի վայելում, նարկոտիկը ինչ տանում են լաբորատորիաներում ստուգում են, մազն են ստուգում, մեզն են ստուգում, սաղ նարկոտիկ, ես իմ սկանդալային պատմում, սրանք եղել են Շիրակի մարզպետ կամ այդ Հովանես Հարությունյանը, մի քանի ամիս աշխատել, տապալվեց ընտրություններում, բերին տարածքային կառավարման փոխնախարար, հիմա հանես շպրտել են դուրս, չես իմանում ուր է դա, որպեսզի իմանաք ասենք, թե ինչ վերաբերմունք ա եղել նախկինում, օրինակ ովքեր են նշանակվել Շիրակի մարզպետներ, բոլոր մարզպետների մեջ Շիրակի մարզպետները մի քիչ ունես կարգավիճակով տարբեր են եւ նրանց նշանակման հարցում ավելի մեծ զգուշավորություններ ցուցաբերում։ Օրինակ Արարատ Գոմցյանը Շիրակի առաջին մարզպետը մինչև նախարարերը, այսինքն նախարարի պաշտոնից էին տանում մարզպետ, երբ որ հակառակն է, չէ՞, այսինքն նախարարի պաշտոնը ավելի բարձր է, քան մարզպետին է։ Կամ Ֆելիքս Փիրումյանը, քաղաքաշինության նախարարներ, հետո նշանակեցին Շիրակի մարզպետ։ Ֆելիքս Ցոլակյանն ա եղել Շիրակի մարզպետ, չնայած Դավաճան անցավ այս իշխանությունների կողքը, բայց դե հիմա ասեք ես վերջին շրջանում դարձավ Դավաճան, մինչև այդ ազգային անվտանգության ծառայության գեներալ լեյտենանտ, Աշոտ Գիզիրյան, ոստիկանության գեներալ-մայոր, ասես Լիդա Նայնյան, պարկեշտ կին, հրաշալի ընտանիքից, եղբայրը ազգային անվտանգության ծառայության հասարակական կարգի սահմանադրական կարգի պահպանության վարչության պետն էր, այսինքն ամուր պետականամետ ընտանիքի ուրեմն ներկայացուցիչ։ Ցես մարդիկ էին ժամանակին Շիրակի մարզպետներ, հիմա փողոցային պատահական, ասենք Դավիթ Արուշանյան, ես իմ Նազելի Բաղդասարյան, Տիգրան Պետրոսյան կար մի հատ Մուշեղ Մուրադյանեն հաստ գլխով որ հանես շպրտեց ասում է ինչ եք մի հատ դպրոցում մի հատ դասասենյակ անվանակոչե գեներալի անունով հանեց շպրտեց ասեք տառերը նայում ես երեսին ասում ես արածքի չես հասկանում մարդա մարդ չի նման է ահագի մարդուն կենսաբանորեն բայց վրան մարդու շնորհ չկա ու սենց Հիմա եկան այս իշխանությունը տապալելուց հետո Գյումրիում սա մի հատ նորամուծություն է մտցրել իբր պրայմերիզ անում քաղաքապետի տեխնացու ընտրելուց իրականում այդպես բան գոյություն չունի տենց ընտրական կարգ գոյություն չունի որպես վարչապետ պիտի նշանակի վարչապետ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ինչ է հուշում տրամաբանությունը այդ դեպքում որ պետք է նշանակել ընտրված մարդու այսինքն Համայնքի ավականու անդամներից մեկին կարելի է նշանակել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար այն տրամաբանությամբ, որ համայնքի բնակիչները այդ մարդուն ընտրել են։
այս Սարիկ Մինասյանին ոչ մեկ չէր ընտրել։ Իսկ չընտրված մարդուն նշանակում են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Մինչև այդ Կարեն Սարուխանյանը, որը որ ազգային ժողովի падգամավոր է եւ նախկինում մարզպետ է եղել, հայտարարեց, որ ինքն է դառնալու Գյումրի քաղաքապետի տեխնացու, ԿՊ-ն իրան առաջադրելու, նույնիսկ կուսակցությունով հայտարարեցին, որ իրանք մտադիր են Կարեն Սարուխանյանին առաջադրեն։ Նա էլ հայտնվեց մի խայտառակ սկանդալային պատմության մեջ, այդ իր քեռու տղաների հետ, ինչ որ վիճաբանություն, նարկոտիկ, բռնին տարան, իրան չբռնեցին որպես падգամավոր, դրանց բռնեցին, գալիս են այս գժին, ասում են, սա է ջղայնանում է, բալը տարեք սրա անալիզներն ես դուգեք, իր թիկնապահներից մեկին դնում են այս Կարեն Սարուխանյանի գլխին, տանում են լաբորատորիա, մազը հանում են, տալիս են լաբորատորիա, նարկոտիկը մեջն է, զայկուցում են վարչապետին, որ սա նարկոման է։ Դե ուրեմն Կարեն Սարուխանյանին չեն կարա առաջադրեն, հիմա բայց ասում են սա պրայմերի դնենք, տենանք ով է 115,000 բնակիչ ունեցող քաղաքում ընդամենը 1040 մարդու ԿՊ-ականների շրջանում սոցիոլոգիական հարցում են անում, անունը դնում են պրայմերիզ։ Սարիկը Մինասյան, որը նախկինում եղել է Հանրապետական կուսակցության անդամ, հետո դառել է Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, հետո անկուսակցական, սա էլ է մասնակցում։ Ամենաշատ ձայնը ինքն է, ամենաշատ ասածներ 253 Խոսքը 115,000 բնակիչ ունեցող քաղաքի մասին է, 253 բաժանած 115,000 0.22% Գյումրիի բնակիչների ասել են, թող Սարիկը լինի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար 0.22%։ Այս Դավիթ Արուշանյանը падգամավորիկն էլ է մասնակցել 220 ձայն, իսկ վստահություն չվայելելու գին եղել այն, որ սրան է նշանակել են մարզպետ։ Հիմա էլ շտաբի պետն է Սարիկի։ Այդ Կարեն Սարուխանյանը մազի մեզի անալիզները 143, Վահագը Մկրտչյանը ինչ-որ 138, այսինքն 7 հոգի մասնակցել են։ Ու քանի որ Սարիկը 0.22% վստահություն ունի, Սարիկին նշանակում են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որպեսզի վարչական ռեսուրսը օգտագործելով մասնակցեն այս ընտրություններին։ Հիմա Սարիկը ԿՊ-ի ցուցակի առաջի համարն է, ասեցի նախկին մի քանի կուսակցություն փոխած, ոչ մի սկզբունքային դիրքորոշումներ չունեցող, ուրեմն հետո անդամագրվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, սրան է դրել են ժամանակավոր պաշտոնակատար, որպեսզի կարողանան վարչական ռեսուրսը օգտագործեն։ Ես մտա կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք, նայում եմ այս ԿՊ-ի համամասնական ցուցակը Գյումրիում, ուրեմն դպրոցի ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, երաժշտական դպրոցի տնօրեններ, բժշկական միավորումների գլխավոր բժիշկներ, մարզպետանի աշխատողներ, այսինքն զորով մարդկանց տարել լցրել են ԿՊ-ի ցուցակ։ Պարզ է, չէ, որ ասենք թե եթե սրանք իշխանության չլինեին, այդ երաժշտական դպրոցի դիրեկտորին ճիպոտով ծեծեին, նա կյանքում չէր դա դառնալ ԿՊ-ի ցուցակի, չէր արատավոր իրան, առավել ևս այս գործանումից, այս ազգադավ գործունեությունից հետո գնացել իրանց անունը կապել են այս կեղտոտ չար թշնամիների, թշնամական ուժի հետ ու փորձում են այդ վարչական ռեսուրսը օգտագործելով ուրեմն որոշակի հաջողության հասնեն, բայց զրոյական հեղինակություն, հեսա կգանք կհասնենք սրան։ Մյուս տեխնացուն դա կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված տեխնացու Վարդան Ղուկասյանն է։ Վարդան Ղուկասյանը Գյումրիի նախկին քաղաքապետն է, երկար ժամանակ եղել է քաղաքապետ, նրա անվանումը վերջին շրջանում կապված էր նաև մի շարք կրիմինալ գործերի իր ընտանիքի անդամների, բայց դրա հետ միասին ինքը որոշակի կոլորիտ է ստեղծում այդ քաղաքում, բավականին մեծ ջանքեր ունի գործադրած, այս վերջերս Գյումրիում եկեղեցու վերահսկման արարողության ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսի կողմից պարգևատրվեց հայ եկեղեցու բարձրագույն պարգևով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ իշխանանշանով իր եկեղեցասեր գործունեության եւ եկեղեցու վերականգնման գործում ցուցաբերած աջակցության, հատկապես ֆինանսական աջակցության համար եւ բավականին մեծ հեղինակություն ունի, այսինքն ինքը ժամանակին հետո դարձավ նաեւ կարծեմ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, այսինքն նաեւ ազգային ժողովի падգամավոր է ընտրվել քաղաքապետի պաշտոնից հեռացվելուց հետո եւ
բավականին ազդեցիկ գործիչ է եւ կարծում ենք կան սոցիոլոգիական հարցումներ, որ այս պահին ընտրական գործընթացի առաջատարն է, այսինքն հավանական է, որ ամենաշատ թվով ձայները կստանա հենց Վարդան Ղուկասյանի գլխավորած քաղաքական ուժը, ինքը այս անգամ առաջադրվել է կոմունիստական կուսակցության կողմից, կարծում սա նոմինալ առաջադրում է, որովհետև ինքը գաղափարապես կոմունիստ չի, հեշվոր չի, ասենք ինքը իրեն հավատացյալ է, լուրջ հավատացյալ է համարում, իսկ կոմունիստական կուսակցությունը աթեիզմի գաղափարախոսության վրա է հիմնված, այսինքն ուղղակի օգտագործել է կոմունիստական կուսակցության այդ ֆորմալ կողմը տեխնացու առաջադրվելու համար։ Երրորդ քաղաքական ուժը դա ապրելու երկիր կուսակցությունն է, իրենց տեխնացուն Կարեն Մալխասյանն է, մեծ ակտիվություն չեն ցուցաբերում, դե ապրելու երկիր կուսակցությունը ընդհանրապես կապված է նրա անունը հիմա Բաքվի բանտում ապօրինի ազատազրկված մեր հայրենակից Ռուբեն Վարդանյանի անվան հետ եւ քանի որ Ռուբեն Վարդանյանը չի կարող օբյեկտիվորեն որևէ մասնակցություն ակտիվություն ցուցաբերել, կարծում եմ նրանց դիրքը բավականին թույլ է այս ընտրություններում, չնայած ԿՊ-ից բացի միակ քաղաքական ուժն է հիմա ապրելու երկիրը, որ նախորդ ավականու կազմում էլ ա եղել, հիմա էլ կա, այսինքն առաջադրված տեխնացուներից ուրիշ ոչ ոք նախորդ կազմում ավականու չի եղել։ Մյուսը դա Մայր Հայաստան կուսակցությունների դաշինքն է, որի տեխնացուն Կարեն Սիմոնյանն է։ Մայր Հայաստան կուսակցությունների դաշինքը կազմված է երկու կուսակցություններից, ինտելեկտուալ Հայաստանից, որը նաև Երևանի ավականու Մայր Հայաստան կուսակցության դաշինքի կուսակցություններից է, մեծ կուսակցություն չի, առանձնապես հեղինակություն ազդեցություն չունի, հատկապես Գյումրիում, եւ մյուսը իմ պայքար, իմ հայրենիք, շատ անհասկանալի անկեղծ ասած առաջին անգամ այս ընտրություններում եմ լսում այդ կուսակցության անունը, բայց Կարենը Սիմոնյան, այսինքն այստեղ գործող գլխավոր գործող անձը ոչ թե կուսակցություններն են, որոնք առաջադրել են, դա երևի ֆորմալ կողմն ավելի շատ ապահովված, այստեղ ազդեցիկ գործիչը տեխնացուն է, Կարեն Սիմոնյանը, որը ճանաչված գործարար է Գյումրիում երկար ժամանակ, նույնիսկ իրեն ես լսել եմ ասում են Pepsi Կարեն, պայմանավորված դրանով, որ ինքը Pepsi դիստրիբյուտորն է այդ տարածաշրջանում եւ ոչ միայն Pepsi, եւ այդ իր գործարար համբավ, այսինքն սեփական ուժերով, սեփական վաստակով, ազնիվ աշխատող երիտասարդ մարդ, որը ինքը իր բիզնեսով իր հնարավորությունները ստեղծել է, դրա հետ միասին նաև բավականին բարձր հեղինակություն, վարկանիշ, շատ ազնիվ գործիչ է քաղաքական պայքարի իմաստով, այսինքն շատ ակտիվ մասնակցություն է ունեցել ընդդիմադիր շարժումներին, հայրենիքի փրկության շարժմանը, դիմադրության շարժմանը, սրբազան պայքարին, այսինքն ռացիոնալ, մտածող, adekvat եւ սեփական վաստակով եւ հեղինակավոր գործիչ հատկապես բիզնես շրջանակներում բավականին ճանաչված եւ հեղինակավոր գործիչ է։ Մյուս տեխնացուն դա Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունից Արտյոմ Թումանյան, անկեղծ ասած չեմ ուզում անդրադառնամ, սա այսինքն ծաղրի ինչ-որ տենց բան է, իրանով զբաղվում է արմկոմեդի հաղորդումը շատ լավ, իրանց համար իդեալական նյութ է, այդ իր հոլովակներով, այդ իր անցյալով, անհասկանալի կազմակերպություններից անհաշվելի մեդալներով, սրան լուրջ չանդրադառնանք, մի բանով է նշանավոր, որ պատճառ է հանդիսացել մեր նշանավոր սիրելի հայրենակցի գործչի Արմեն Գրիգորյանի անժամանակ մահվան համար, որովհետև Արմեն Գրիգորյանին ապօրինի ձերբակալության, նրա նկատմամբ հանիրավի գործողությունների հարցում սա ունեցել է ֆունկցիոնալ բացասական իմաստով նշանակություն։ Մյուս տեխնացուն դա Եվրոդաշինքը, ուրեմն նախընտրական դաշինքն է, որի առաջի համարի տեխնացուն Լևոն Բարսեղյանն է, ուրեմն նրա այդ դաշինքը ստեղծել են Հանրապետություն կուսակցությունը, սա Հոպլոյի ղեկավարած կուսակցությունն է, ուրեմն Հայաստանի եվրոպական կուսակցությունն է, որի ղեկավարը Տիգրան Խզմալյանն է, եւ Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունն է, որի ղեկավարը տխրահարչակ Արման Բաբաջանյանն է։ Սրանք ուրեմն ստեղծել են դաշինք եւ առաջադրել են Լևոն Բարսեղյանի տեխնացությունը։ Լևոն Բարսեղյանը մինչ այդ հանդես եկել իբր թե հասարակական գործիչ, լրագրող, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, հիմնադրել է Գյումրու ասպարեզ
ակումբը լրատվական տարբեր գործերով աչքի անկել, բայց ուրեմն այս բացասական կերպարը պարզում է, որ եղել է քողարկված քաղաքական գործիչ, այսինքն անազնիվ գործիչ, որը մեր հանրությանը ներկայացել է իբր թե հասարակական գործիչ, բայց իրականում զբաղվել է քաղաքական գործունեությամբ, եւ դա իրականացրել է ոչ թե առևտրային հիմունքներով, ոչ թե գյումրեցիներից, մեր հասարակությունից աջակցության հաշվին, այլ բացառապես միջազգային գրանտներով, միջազգային ծրագրերով, սա Սորոսի հիմնադրամի հիմնական շահառուներից է եղել, ընդ որում ես նայել եմ ասպարեզ ակումբի կայքը, ընդեղ հրապարակային գործունեության մասին ոչ մի արժեքավոր բան դժվար է գտնել, այսինքն պարզ չի, թե ովքեր են ֆինանսավորում այդ Գյումրու ասպարեզ ակումբին, ինչ չափի ֆինանսավորում է ստանում, ինչ նպատակներով ածա, մի քանի սեմինարներից բանից նկարներ կա, բայց դե ոնց են տնօրինվում այդ միջոցները, օրինակ այդքան Սորոսի հիմնադրամից գրանտներ է ստանում, մրցույթով են դրանք, առանց մրցույթի, այդ ոնց է ալնում, որ մենակ ինքն է ստանում, ասես կայուն ֆինանսավորում, տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ ու պարզում է, որ հանդես է գալիս քաղաքացիական հասարակություն, այդ ումա սրան նրան է հարցնում, քեզ ես փողը որդուց, քեզ ես եղածը որդուց, դու ինչով ես զբաղվում, մեկ իրան չի հարցնում, ասի, բա քո փողերը քեզ որդուց, ոչ մի հաշվետվություն իր կայքում չկա դրած, թե ինչ գումարներ է ստանում, ինչի վրա է ծախսում, ասեն սիրուն ձևը գտել են, նույնը մյուսներին է վերաբերում, այդ իրեն աջակցողներին, նույն Արման Բաբաջյանի ֆինանսավորումն է տենցել կասկածելի դա, այսինքն սա հայկական ուժ չի կարելի համարել իմ ընկալումներում, սա օտար ֆինանսավորմամբ, կասկածելի մտադրություններով եւ շատ վտանգավոր ուրեմն դաշինքային իմաստով, որ ասենք նույն այդ հանրապետություն կուսակցությունը Հոպլոն, Արամ Սարգսյան Հոպլոն մի խայտարակ վարկագիծ դրսևորեց Երևանի ավագան ընտրություններում, չէ՞, նրանք ընդհանրապես չկան, նախընտրական քարոզչությանը գրեթե չէին մասնակցում, ոչ մի ակտիվություն չէին ցուցաբերում, կլետ չորրորդն են, անցել են ավակ, ոչ մեկ չէ մտածում, որ սրանք կարող անցնեն, ոչ մի երևանցի չկա խոսացնես, ասես, որ գասի ես գնացել եմ հանրապետություն կուսակցության ձայն եմ տվել, մեկ է պարզում է սրանք արդյոք չորրորդ տեղն են եւ ինչ են անում, կոալիցիա են կազմում ԿՊ-ի հետ, այսինքն սա ԿՊ-ի տենց բանը ժողովրդական լեզվով ասած զապաս պագրիշկան է, այսինքն եթե ԿՊ-ն ձայն չի հավաքում, սրանց ինչ-որ մի ձևի անցկացնում են, իրենց իշխանական ռեսուրսից մի sense թուլափայ տալիս են սրանց, որպեսզի սրանք իսկ այդ թուլափայը ոնց է ձևավորվում, հակառուսական տրամադրություններով, հիմա է չէ, ասենք փոխարենը խոսեն քաղաքի զարգացման ծրագրերից եւ այլն, Գյումրիից բանն են, ռուսական ռազմաբազան հանելն է, սրանց հիմնական նախընտրական ծրագիր, այսինքն հակառուսականության վրա են աշխատում եւ այս կարգի ուժերին որպես կանոն մեծ աջակցություն են ցուցաբերում աղանդավորական կազմակերպությունները, որոնք նույնպես դրսից արևմուտքից ֆինանսավորում են ստանում։ Երևանում էլ, այսինքն այդ աղանդավորները կնոպ են սխմես, դե դրանք ուղեղները լվացած մարդիկ, ոնց դրանց առաջնորդն ասում են, հենց էլ դու հա չէ, կարծիք, քննարկում, դες բաներ են դե գոյություն չունի։ Հավանաբար այդ հաշվարկով են արել, բայց հուսանք, որ որևէ հաջողության չեն հասնի։ Դեպ ասեմ, ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո այդ Լևոն Բարսեղյանը նաև իշխանական քարոզչա մեքենայի ամենաակտիվ ներկայացուցիչներից է, նա չնայած չունենալով տենց ակադեմիական, գիտական աստիճաններ եւ այլն, դարձել է Շիրակի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, մի պահ եղել է նաև համայնքի ավականու անդամ Գյումրիում եւ ակնհայտորեն նաև ունի փաստորեն նոր քաղաքական հավակնություններ, այսինքն հանդես է եկել իբրև հասարակական գործիչ, բայց իրականում զբաղվել է քաղաքական գործունեությամբ։ Մյուս տեխնացուն դա դեմոկրատական այլընտրանք կուսակցությունն է, որի առաջի համարի տեխնացուն Արտյոմ Ղարաղազարյանն է, այդ դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը Հայաստանում հայտնի է քաղաքական գործիչ հրապարակախոս ուրեմն Սուրենյանի անունով, Սուրենյանցի անունով իր հետ է կապված, ինքն այդ կուսակցության նախագահը, իրենք տարբեր տեղական ընտրություններին մասնակցություն ցուցաբերել են, բայց կարծում եմ ոչ դրական բանով, ասենք օրինակ Քաջարանի քաղաքապետն էր ընտրվել իրանց կուսակցության կողմից, բայց կուսակցության հետ ոչ մի ուղիղ կապ չունի, հետո էլ Աննա Հակոբյանին ծաղիկներ էր նվիրում։ Արտյոմ Ղարաղազարյանը գործարար եւ մարզաշխարհի ներկայացուցիչ,
բայց առանձնապես մեծ ակտիվություն ամենայն դեպս գոնե նախընտրական շրջանում չի նշմարվում։ Մյուս տեխնացուն դա մեր քաղաքը կուսակցությունների դաշինքից Մարտուն Գրիգորյանն է, Մարտուն Գրիգորյանին փորձում են կապել հանրապետական կուսակցության հետ, բայց դա թյուրըմբռնում է, թյուրըմբռնման պատճառն է, որ Մարտուն Գրիգորյանը իմ ազգային ժողովի պատգամավոր է եւ ընդգրկված է պատիվ ունեմ խմբակցության կազմում, բայց պատիվ ունեմ խմբակցությունը նախընտրական շրջանում ձևավորվել էր հանրապետական կուսակցության եւ հայրենիք կուսակցության դաշինքի միջոցով եւ Մարտուն Գրիգորյանը առաջադրվել է որպես պատգամավորի տեխնացու եւ ընտրվել է հայրենիք կուսակցության կողմից եւ հիմա էլ Գյումրի համայնքի ընտրություններին ինքը մասնակցում է դաշինքով, որը ստեղծվել է հայրենիք կուսակցության եւ Միացյալ Հայաստան կուսակցության կողմից։ Նա ժամանակին եղել է նաեւ ԲՀԿ անդամ եւ նա նույնպես բավականին մեծ հեղինակություն ունի Գյումրի համայնքում, որոշակի շրջանակների վրա ունի իր վաստակով, իր գործունեությամբ վաստակած ազդեցություն, հեղինակություն եւ հավանականությունը մեծ է, որ իր ղեկավարած ուժը նույնպես կլինի համայնքի ավականու կազմում։ Եվ վերջին քաղաքական ուժը դա իմ հզոր համայնք կուսակցությունն է, որի քաղաքապետի տեխնացուն, ճանաչված պրոդյուսեր ուրեմն Ռուբեն Մխիթարյանն է, Ռուբենը շատ տաղանդավոր մարդ է, հաջողակ իր գործում, ինչով որ զբաղվել է, եւ Արմենիայի հեռուստաընկերությունում ա եղել պրոդյուսեր եւ ստեղծագործական ակտիվ գործունեությամբ Գյումրիում էլ նա այս վերջի շրջանում զբաղվում է Հայատ պրոջեկտով, մի հրաշալի ուրեմն մշակութային նախաձեռնություն, որը չնայած քաղաքական process-ներին չի կապվում, բայց ինքը որպես նախաձեռնություն, որպես մշակութային բիզնես պրոյեկտ շատ հաջողված է եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս մեծ ճանաչում ունեցող բենդա, որը որ ղեկավարում է փաստացի նաեւ Ռուբեն Մխիթարյանը եւ մեծ հաջողություններ ունի։ Ռուբենը նաեւ շատ կրեատիվ, մտածողությամբ, շատ adekvat մեր պայքարի իմաստով ակտիվ մասնակցություն ունեցել եւ հայրենիքի փրկության շարժմանը եւ սրբազան պայքարին եւ ամեն անգամ իր հեղինակած երգերը, ընդ որում եւ խոսքերը եւ երաժշտությունը եւ դրանով ստեղծված կլիպները դա ինքնա հեղինակում, ինքնա ներկայացնում եւ դրանք կարճ ժամանակ հետո դառնում են հիթեր սիրված ժողովրդի կողմից։ Ռուբեն Մխիթարյանի ազդեցությունը շատ մեծ է, հատկապես երիտասարդության շրջանում, շատ իրեն բնորոշ ստեղծագործական կրեատիվ պատկերացումներով նաև մոտեցումներ առաջարկում Գյումրի քաղաքի զարգացման համար, օրինակ իմ ընկալումներում նրա ընտրվելու դեպքում քաղաքի կերպարը փոխելու, ավելի աշխուժություն մտցնելու քաղաքի կյանքում շատ ավելի մեծ են, այսինքն նոր շունչ հաղորդելու եւ իր դրական էներգիան այդ իմաստով ուղղակի նկատելի է։ Հիմա այս նախընտրական process-ների ընթացքում ինչին ենք մենք ականատես եղել։ Նախ Նիկոլ Փաշինյանի այցելությունը Գյումրի հավաքեց բոլոր իշխանության ներկայացուցիչներին, այդ ԿՊԵ-ականներին, նախարարներ, ազգային ժողովի պատգամավորներ, մեջ լեննականցի չկա, սա Երևանցի, Իջևանցի, չգիտեմ, մարզպետներ, ասենք բոլոր տեղերի մարզպետներին հավաքել տարել լցել են Գյումրի մի դահլիճ, այլ ինչի համար դրա համահավաք են իրականացնում, այսինքն գյումրեցիներից փող են հավաքում, որպեսզի թույլատրեն գյումրեցիները քաղաքապետ ընտրեն։ Այնելով ամենավերջի թալանչիները Նիկոլ Փաշինյանը Գյումրիից է սկսել իր ադրբեջանա-թուրքական հեղափոխության այդ քայլերթը։ Այն իր կեղտոտ շորերով, բոթասներով, անտերի պես հելավնգաղ փողոցները չալոնդեմը այդ վիճակով Գյումրիից եկել է Երևան։ Հիմա մի հատ նայեք տեսեք, թե ոնց է հետ գնացել Գյումրի։ Մի քանի միլիոն դոլարի մեքենաներով, ջիպերով, մերսեդեսներով, լեքսուսներով, ախրանաներով իրանց հազարավոր ոստիկաններ հետևներից լցրած գնացել են, որ փող հավաքեն, դրա համահավաք իրականացնեն, որ սարիկ ընտրեն։ Դե չէ գյումրեցիները չեն կարող քաղաքապետ ընտրեն, պիտի Իջևանից Նիկոլն ու Վահագ Ալեքսանյանը, մեկ է Երևանից Ալեն Սիմոնյանը, այդան ասեն, թե գյումրեցիները ում պիտի քաղաքապետ ընտրեն։ Խայտառակ ձախողում էր։ Դրանից հետո ինչ է տեղի ունենում, նախընտրական արշավը սկսում է, մեկը տեսնում են, որ չէ, սրանք ձայն չունեն, այսինքն իրանք էլ շամպես հասկանում են, որ որևէ քվե չունեն, ազդեցություն չունեն ու ակնհայտ պարտվելու են, եւ եթե մյուս քաղաքական ուժերը, որ անցնեն ավականի,
միասին դաշինք կազմեն, քպեն ընդ շատ ստանա մի 10% ձայն, իմ կարծիքով այդքան մոտավորապես պիտի լինի։ Երևանում ամենայն դեպս այդքան էր 9.1% էր, Գյումրիում ավելի վատ ալնելու դրանց վիճակը, որովհետև ինչ են արել դրանք այդ քաղաքի համար, ընդամենը թալանել են այդ քաղաքի բնակիչներին, ոչ մի դրական փոփոխություն այդ քաղաքի կյանքում չեն մտցրել, իրանց գյումրեցի падգամավորներն ու մարզպետներն են մենակ դարձե հարստության տեր, բանը Նազելի Բաղդասարյանը, սի կճանաչես արդեն լողացե, մաքրվե, տեսքի եկե, կամ են մի հատ Պալյան ունեն, չգիտեմ ինչ, Էմմա Պալյանը ինչը ամուսնուն բերել է, ինքը ազգային ժողովի падգամավոր, ամուսնուն բերել դարձել падգամավորի օգնական, աղբերն էլ խուլիգանի պես մի սես կիսատ պռատ կես մետրանոց մի բան է, արցախցիներին էլ վիրավորում։ Ով է դրանց հարգում այդ քաղաքում, ինչ վաստակ ունեն, ով են եղել դրանք մինչև 18 թիվը, այն մյուսները էլ նայում ես բիզնեսի տեր են եղել, չգիտեմ ինչ որ մի մարդ է, Կարեն է, բիզնեսա դրել իր համար իր գործով, հարգանքով պատվով, իր գործով զբաղվում է, այդ քաղաքում հեղինակություն ունի, Ռուբենը ճանաչված արվեստագետ է, սիրված ամբողջ հանրապետությունում է ճանաչված, այսինքն դրանք Սարիկը որ մեկն է կամ Լևոնը Բարսեղյան որ մեկն է, պատահականությունները լցվել են այդ քատ ուտենում են հիմա որ պրավալ են գնում, չեն կարալու ոչ մի բան անեն քվեստանալու համար, այսօրվանից մի քանի օր արդեն սկսել են բռնաճնշումներ թեկնածուների նկատմամբ, ու որպես իմանանք թե որ թեկնածունա Գյումրիում ավելի ազդեցիկ, որի նկատմամբ բռնաճնշումները մեծ են, ուրեմն թեկնածուի գործերը քաղաքում ավելի լավ են։ Նախ առաջի օրը հենց սկզբի օրերն էր ձերբակալեցին քաղաքապետի թեկնածու այդ հիմնական ֆավորիտը հանդիսացող Վարդան Ղուկասյանի եւ նրա ուղեկցող անձանց, տարան ոստիկանություն բան, ապօրինի զենք են մանգալի, ոչ մի զենքեր չկա, սուտ, այնքան որ այդ վախի մթնոլորտը սերմանեն հենց ընտրությունների առաջին օրերին։ Մի քանի օր առաջ Ռուբեն Մխիթարյանին զանգում են, հրավիրում են Երևան քննչական կոմիտե հարցաքննության, քարոզարշավը ընդհատում է, գալիս է ասում է քննչական կոմիտեը ինչ է պարզում։ Անցած տարի մայիսին 2024 թվականի մայիսին Ռուբենը մեքենա է վարել, վարորդական իրավունքի վկայականի խնդիր կա, եղել է, չի եղել, այսինքն գործող քաղաքապետի թեկնածու Գյումրից կանչում ես ոստիկան բանը քննչական կոմիտեի Երևանի կենտրոնի բաժին, որ պարզես թե բան մի տարի առաջ ավտոյա քշե կամ չգիտեմ 2020 թվականին դիմակա դրե կամ չի դրե, ականայդ ճշման ձևա, չէ։ Այսօրվա ընթացքում, այսօր ընդհանրապես խայտարակ ամբողջ իրավապահ համակարգը լցվել է, բանը հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցները խուզարկություն են սկսել Մայր Հայաստան կուսակցությունների դաշինքի գրասենյակում, ուրեմն եւ թեկնածու Արա Ոսկանյանի բնակարանում։ Գրասենյակի աշխատակիցներ են բերման ենթարկվել Երևան եւ փաստաբանի մուտքը խոչընդոտում են վստահորդի մոտ։ Ուրեմն այսօր էլ այդ Մայր Հայաստանի նախընտրական հավաքն էր Գյումրիում։ Հենց այդ իրանց հավաքի օրը այդում են վախեցնում են, որ մարդ չետա չմասնակցի, վախը հասկանում եք ուր են հասել։ Ասեք ինչ պիտի արածելի Կարենը սրանց։ Բանը այսօր առավոտից նորից սկսել են խուզարկություններ Մարտուն Գրիգորյանի ուրեմն գրասենյակում, ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանի որդին, նրա հայրը, նրա ուրեմն ղեկավարած դաշինքի թեկնածուներից Կարեն Գրիգորյանը, սրանց սաղին բերել են Երևան, հակակորհեբա տանում են կալանքի արդեն, խուզարկու ու ինչն է բանը, երեք մի հատ ինչ-որ հեռախոսային ձայնագրություն իբր թե Վարդան Ղուկասյանի կողմնակիցներից մեկը խոսել է մի ուրիշի հետ, ոչ մեկի հետ կապ չունեն, ազգային ժողովում հարց են տալի, Նիկոլ Փաշինյանն ասում է կփռենք ասֆալտին, անմիջապես դրանից հետո Հայկական ժամանակ օրաթերթն ու Ազատություն ռադիոկայանը գրում են, որ թեկնածուներից մեկի հետ ստուգվում է, դատախազությունը սկսել է ստուգումներ իրականացնել Վարդան Ղուկասյանի առնչությունը այդ ձայնագրում։ Այսինքն նայեք հիմնական թեկնածուները, որոնք հաղթելու հնարավորություն ունեն, Վարդան Ղուկասյան, Ռուբեն Մխիթարյան, Կարենը, Սիմոն Մարտունը Գրիգորյան, միանգամից այսօր լցվել են սրանց գլխին։ Լցվել են սրանց գլխին, որպեսզի այն էլ ով է օպերատիվ տվյալներ են ստացվել ումից Շիրակի ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչությունից։ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետն լինի ով Սարիկ Մինասյանի
ազգակցականը աղբերն է, թե հորեղբոր տղան է, թե մորքուրի տղան է, մի խոսքով այսօր մարզպետը դրանց ասուլիս էր տալի, ասում է աղբերն է, ասուլիսն է տալիս են, մարզպետը շտաբի պետն է, նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը էլ է շտաբի գնացել սաղով, լծվելով չի, խոձեր բան պիտի արածլնեք, ժողովրդի սերը պիտի ընտրությունա, ժողովրդի սերը պիտի վայելեք, հարգանքը պիտի վայելեք, պիտի պատասխանատու գտնվեք, ով է հիմար ձեզ ընտրի, այսքան մարդիկ տենում են շարլատանի պես, սլնում եք մի խոստում եք տալ, հետում եք հակառակն եք անում, մարդկանց մի բան եք խոստանում, հետում եք ուրիշ բան եք անում, չեն տեսել, գյումրեցիները Երևանի ընտրություն չեն տեսել, որ այդ նորից ձեզ ձայն տան, ակնհայտ պրավալա գնալու եւ փորձում են այս ճշումների միջոցով ազդեն այդ բաների վրա, թեկնածուների վրա, նրանց կողմնակիցների, նրանց աջակիցների վրա, այն էլ երբ ընտրությունից ընդամենը 2 օր առաջ։ Այսօր արդեն 5-շաբթիա օրը վերջանում է, վաղ ուրբաթը վերջին օրն է մնացել քարոզության վաղը, շաբաթ օրը լռության օր է, կիրակի օրը ընտրություն։ Ըստ նախնական կանխատեսումների ակնհայտ է, որ ԿՊ-ն լավագույն դեպքում երկրորդն է լինելու, ըստ հետազոտությունների, սոցիոլոգիական հարցումների ֆավորիտ, այսինքն ամենաշատ հնարավոր ձայները հավաքելու է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, երկրորդ տեղում կամ երրորդ տեղում լինելու է Սարիկը, հələ դժվար ասել, այս ընտրությունը կարող է նույնիսկ 4-րդն էլ լինի դրան։ Առաջին դիրքերում են մնալու Մարտուն Գրիգորյանը, մեծ հեղինակություն ունի, որոշ տվյալներով նաև քաղաքում այլ ուժեր են իրեն աջակցում, իրենց դաշինքը Ռուբեն Մելիքյան եւ հնարավոր է նաեւ որ շեմը հաղթահարի Կարեն Սիմոնյանը, այսինքն մյուս Մայր Հայաստան դաշինքը, մյուս քաղաքական ուժերը ամենայն հավանականությամբ չեն հաղթահարելու նվազագույն շեմը, հետեւաբար եթե ինչ է ստացվում, սրանց զապաս պագրիշկեն եթե չի անցնում, այդ Հարսիկ Լևոն Բարսեղյանը, եթե դա չի անցնում, ապա բնականաբար են մնացած ուժերն էլ դրանք հակաիշխանական ուժեր են եւ եթե նույն սցենարը չկրկնեն ինչ որ անցած տարի Վանաձորի պարագայում, այսինքն եթե չձերբակալեն մյուս տեխնացուներին, Վարդան Ղուկասյանը մասնավորապես թիրախում է կամ մյուսները, ապա այս պրո ընդդիմադիր քաղաքական ուժերը նրանք հանգիստ կարող են ձևավորել միասնական դաշինք եւ ԿՊ-ին դուրս շպրտել այս գործից տանեն իրանց մի 5-6 հոգի տանեն շպրտեն այդ դալիճի վերջի շարքերում եւ սրա հետ Նիկոլ Փաշինյանը չի կարող հաշվի, սա ընտրություն չի կազմակերպում, որպեսզի ժողովրդի կամքով արի, ժողովրդի կամքով այդ Գյումրիում չնայած 24%-ն էր մասնակցել, իշխանություն էր ձևավորվել, տապալեցին այդ իշխանությունը, սրանց նպատակը իշխանությունը զավթելն է, բայց նրանց այդ հնարավորությունը չպետք է տալ, սիրելի գյումրեցիներ, ընտրությունը ձերն է, մենք ձեր փոխարեն ընտրություն չենք անելու եւ նույնիսկ ես որևէ տեխնացուի օգտին քարոզություններ չեմ անում, բայց ես մի բան եմ խնդրում։ Սարիկ Մինասյանի գլխավորած քաղաքացիական պայմանագիր թշնամական խմբից դա Սարիկ չի, էլի, դա Մահիկ է, դա Դահիճիկ է, դրա թշնամիներ են դրանք։ Դրանք ոնց որ մեր Արցախն են կործանել, ոնց որ հիմա Հայաստանն են ուզում կործանել, դրանց նպատակ այդ կեղծ ժպիտի տակ է դրա միամիտ երեխայական այդ ամեղսունակի ժպիտի տակ մահա թաքնված, հայրենիքի կործանումա թաքնված, դրանից ու այդ Լևոն Բարսեղյանի գլխավորած ուժերից հեռու մնացեք ինչքան կարաք, դրանց օգտին 0 ձայն, մնացածին ում ուզում եք ընտրեք, իմ կարծիքով, ընդեղ մեծ ընտրություն կա, 9 քաղաքական ուժ են, 7-ի մեջ կատարեք ձեր ընտրությունը, այն երկուսին համարեք որպես թշնամական ուժ, ԿՊ-ական թշնամական ուժ, որոնք մեր երկիր, այդ թվում ձեր քաղաք բերել են կորուստներ, ավերակներ, մահեր, հիմա էլ խոստանում են, ինչ է խոստանում Սարիկը, գյումրեցի կնոջ, ասում է մեռի տանեմ թաղեմ, այդ շատ խորհրդանշական է, որ ասում է, այ որ դու մեռնես, մինչև ընտրություն ասում է քեզ լավ պահի, որ գնաս ինձ ընտրես, դրանից հետո կմեռնես, հացդ է կտամ, բանը, թաղման արաղն է կբերեմ, սրանք մահվան մահ բերող են, հայ սպանեն, տանեն, թաղեն, մնացածի կյանքը իրանք վայելեն։ Սարիկ Մինասյանի ԿՊ-ից եւ այդ Եվրոդաշին կոչված Լևոն Բարսեղյանից զգուշ եղեք, դրանք թշնամիներ են, դրանց շպրտեք մի կողմ, ընդդեմ հիմա քվեարկության ձևը ոնց է,
Էդում ես քվեաթերթիկը մեկը պահում ես, որը պիտի ընտրես, այն մյուսները գցում ես, չէ։ Հիմա որ գնա քվեարկության, մանեք եք այդ երկուսը միանգամից թափեք, դրանցից պրծեք, նոր ձեր ընտրությունը կատարեք այն մնացած 7 քաղաքական ուժերի մեջ։ Մեկը կոլորիտով է, մեկը գաղափարներով է, մեկը գործարար է, մեկը քաղաքական գործիչ է, մեկը երիտասարդ է, մեկը ում ուզում եք ընտրեք, բացի այդ երկուսից, այդ երկուսը ոչ միայն ձեր քաղաքի, ոչ միայն Գյումրի, Շիրակի, նրանք մեր պետության, մեր ժողովրդի թշնամի։ Հաշվեք, ասենք Սարիկ Մինասյան ՔՊ ընտրողը կարա մտածի, որ Իլհամ Ալիևը ընտրում։ Սարիկ Մինասյանի փոխարեն ընտրում է այդ ընտրությունը միար, այդ կոչ եմ անում նաև այդ ազնիվ մարդկանց, որ գնացել են զորով մցրել են, եթե հնարավորություն ունեք, սիրելի դպրոցի ուսուցիչներ, տնօրեններ, բժիշկներ, բուժաշխատողներ, մարզպետանյա, որ զորով ձեզ տարել մցրել են այդ կեղտոտ հանցախմբի ցուցակի մեջ։ Ես գիտեմ, որ եթե դուք այդ պաշտոնը չունենայիք, այդ բանը կյանքում, ահ ձեր պաշտոնը ինչ է, ձեր ցավը տանեմ, ինչա ձեր ստացածը, ինչքան փող պիտի ստանա բժշկական միավորման տնօրենը Գյումրիում, 400,000 չի այդ աշխատավարձ, 300 չեն էլ կարալու ձեզ գործից անել, անխային եղեք, ես մարզպետ եմ եղել, մարզ գործից անել այդքան հեշտ բան չի։ Եթե դուք ձեր դիմումը չգրեք, դուք չգաք, դատարան տալիս ես, վերականգնվում ես, քաղծառայող ես, համայնքային ծառայող, 3 հատ նկատողություն մինչև չտան հիմնավորումով բանով, չէ, խոսում են, որ ասում են գործից կանեն, ղալատ կանեն, ոչ է կարալու են անեն, ոչ էլ անելու են, ոչ թե վախեցեք, որ իրանք ձեզ գործից կանեն։ Հիմա ընտրությունը, իշխանությունը ձեր ձեռն է։ Ոչ թե վախեցեք, թե իրանք ձեզ գործից կանեն, թե չէ, այլ գնացեք դուք իրանց գործից անեք։ Գնացեք հանեք շպրտեք ձեր քաղաքից։ Նրանք իշխանական որևէ լծակ պիտի չունենան։ Իշխանություն ունեցան ձեր դեմ են ծառայեցնելու։ Երևանի օրինակը նայեք։ Ում էր խոստացել Տիգրան Ավինյանը, որ Երևանում տրանսպորտա թանկացնելու, ում էր խոստացել, որ կարմիր գծերա թանկացնելու, ում էին խոստացել, որ գույքահարկ են բարձրացնելու, սուտ են, ինչ ասում են, սուտ են ասում, գալու են այդ նույն ձևի հիմա առանց ձեր վստահության իշխանությունը զավթեն, շուռ գան հաջորդ օրվա ձեր տունը քանդեն։ Սիրելի գյումրեցիներ, կատարեք ձեր ընտրությունը ինչպես դուք կկամենաք, բացառությամբ այդ երկու թշնամական ուժերի, բացառությամբ Սարիկի ու Հարսիկի, որոնց թիկունքին, որոնց կեղտոտ ժպիտների տակ թաքնված է մահ, կորուստ ավիրացություններ։ Ձեզ հեռու պահեք դրանից եւ կատարեք ձեր ընտրությունը։ Ինչքան սենց ռեպրեսիվ մեթոդներով փորձում են ազդել ձեր ընտրության վրա, այնքան ճիշտ հակառակը, դուք ձեր ընտրությամբ ցույց տվեք, որ դուք եք ազդելու իրենց վրա, ձևավորեք ձեր քաղաքի օրինական իշխանությունը եւ ակնկալեք արդյունավետ ծառայություններ ձեր համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններից։ Աստված մեր սիրելի գյումրեցիների հետ, փորձության շրջանա, դուք ընտրություն եք կատարում ոչ միայն ձեր քաղաքի, այլ ընտրություն եք կատարում մեր բոլորի համար։ Աստված ձեզ հետ, բարին ձեզ հետ։ Շնորհակալ եմ